Բարի լույս սիրելիներ, այսօր շաբաթ է և մեր եկեղեցին հիշատակում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի խոր վիրաբի բանդից դուրս գալը։ Հետևաբար այսօր նաև պատարագ է մատուցվելու մեզ մոտ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում։ Ուրեմն համեցեք միասին աղոթակից լինենք Սուրբ պատարագի ընթացքում և խնդրենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը մեզ բոլորիս համար։ Իսկ այսօրվա ընթերցումը Եբրայեցիներին ուղղված Պողոս առաքյալի նամակի 13-րդ գլխից է։ Եվ խաղաղության Աստվածը, որ մեռելների ցարություն առնել տվեց մեր Տեր Հիսուսին, որը հավիտենական ուխտի արյունով ոչխարների մեծ հովիվն է, ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մեջ, որպեսզի կատարեք իր կամքը և մեր մեջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փառք հավիտյանս ամեն։ Եվ խաղաղության Աստված, սիրելիներ, թող բնակվի ձեր մեջ և օգնի ձեզ, որ բարի գործերի մեջ հաստատուն մնաք մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Որքան գեղեցիկ է հասկանալու համար, որ յուրաքանչյուր բարի գործ, որ մենք պետք է կատարենք խաղաղության մեջ։ Իզուր չէ Պողոս առաքյալը շեշտում խաղաղության Աստված, որովհետև այսօր յուրաքանչյուր մեկիս խաղաղություն է պետք և աստվածային խաղաղություն։ Պատկերացնում եք, որևէ մեկը ցանկանում է ինչ-որ բարի գործ անել, բայց խաղաղ չէ։ Կստացվի արդյոք իր գործը։ Ես կասկածում եմ և անգամ վստահ եմ, որ լավ չի ստացվելու, չի լինելու այդ բարի գործը, որովհետև մենք կարողանանք բարիք գործենք, մենք կարողանանք աստվածահաճո կյանքով ապրել և Տիրոջ կամքը արտահայտենք մեր կյանքի մեջ, թիվ 1 պայմանը խաղաղությունն է։ Եվ այսօրվա խորհուրդը մեզ հենց դա է տալիս։ Թող խաղաղության Աստված մեզ ուղղորդող լինի, իդեմս մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Եվ ես էլ այսօրվա պատգամի մեջ մաղթում եմ յուրաքանչյուր մեկիդ, որ խաղաղության Աստված ուղղորդի ձեզ, առաջնորդի ձեզ։ Որևէ բան մի խնդրեք այսօր Տիրոջից, խնդրեք, որ խաղաղություն տնի ձեր մտքերի, ձեր հոգիների և ձեր սրտերի մեջ։ Մնացած բաները Տիրոջ Սուրբ Հոգով լցված մեր Տեր Հիսուս Քրիստոսով պիտի կարողանաք կյանքի կոչել, եթե ունեք խաղաղություն։ Բարի և խաղաղ օր ձեզ բոլորիդ, Աստված օրհնի ամենքիս։